Հայ գերիների վերադարձն ու անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հավելել է, վերջին 4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ մնացած 19 ապահովող անձանց ազատ արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ըստ Միրզոյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթաց է։ Նա նաև առաջիկա օրերին սահմանի մասնակի բացման հույս է հայտնել։ Նախընտրական այս շրջանում ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը ֆավորիտ է, կարծում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ է վարում նաև նրա ղեկավարած ուժի հետ։ Ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ի կողմից կա ճկուն պատրաստակամություն միասնական թիմ ստեղծելու ուղղությամբ։ Առհասարակ նրա կարծիքով ընտրություններում հաղթանակի համար պետք է լայն համախմբում ստեղծել։ Բոլոր իրատեսական ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք կիսում են միևնույն գաղափարները, Հայաստանին իրական խաղաղություն բերելու, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, պետք է միավորվեն եւ մեկ ցուցակով գնան ընտրության։ Արցախի հերոս Ռոբերտ Թաբաջյանի արձանն է այսօր բացվել նրա անունը կրող Երևանյան դպրոցում։ Ռոբերտը քանդակված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են՝ «Էս դիրքը հանձնողի»։ Հայրն ասել է, այս տարի Ռոբերտի 30-ամյակն է եւ ինքն արդեն իր դպրոցում կլինի։ Որդուն հայրենիքին նվիրած Ալեքսանդր Աբաջյանը մաղթում է, որ հայոց բանակը միշտ հզոր լինի, իսկ տղաները խաղաղ երկնքի տակ ծառայեն։ Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում, այն շարժվում է մեծ արագությամբ եւ հզոր ուժով։ Իր սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, ինչպես Վենեսուելայի պարագայում, այս դեպքում եւս Աբրահամ Լինքոլն ավիակիրը պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն եւ հարկ եղած դեպքում բռնության կիրառմամբ։ Թրամփը հայտարարել է, թե Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Թեհրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Հակառակ դեպքում նա սպառնացել է, հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու։ ԱՄՆ-ն ազատ է արձակել առգրավված Մարիներ լցանավի անձնակազմի 2 ռուս անդամներին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությունը նավը կալանել էր հունվարի 7-ին։ ԱՄՆ-ն պնդում է, որ լցանավը ներգրավված է եղել վենեսուելական նավթի անօրինական առևտրում։ Նավը պատկանում է ռուսական Բուրևստ Մարին ընկերությանը։ Ֆրանսիայի Բրետանիում ուժեղ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Երկրամասի ամբողջ տարածքում նոր ջրհեղեղների սպառնալիքի մասին է հայտարարվել, քանի որ հորդառատ անձրևները շարունակվում են։ Կիպերում մի ամբողջ թաղամասի բնակիչներ մնացել են իրենց տներում, իսկ Ֆինսիտերի ամբողջ ավազանի համար ուժի մեջ է մտել ջրհեղեղի վտանգի նարնջագույն մակարդակը։